Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում գործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանք։ Այսօր առավոտյան նա կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ օրվա երկրորդ կեսին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը և բոլոր նրանք, ովքեր թալանել և կոռուպցիոն գործարքներով հարստացել ու հարստահարել են Հայաստանը ու Հայաստանի քաղաքացուն, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը, վարչապետի ճեպազրույցը։ Անկախության 35-ամյակը այս տարի մեծ շուկով է նշվելու։ Հայաստանում մի քանի օր շարունակ տիրելու է տոնական հիասքանչ տրամադրություն, խոստանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գործադիրը հաստատել է այս առնչությամբ որոշումը, կայացել է կառավարության հերթական նիստը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունից առաջադրված թեկնածու Իրինա Յոլյանը չի ընտրվել ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։ Խմբակցությունը այս առնչությամբ դժգոհություն է արտահայտել։ Ազգային ժողովի այսօրվա նիստը կրկին հարթ չի ընթացել։ Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում գործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք COP17-ի անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել է Հայաստան մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը։ Տեղեկությունը հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ինչպես հայտնել է փաստաբանը, Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել և տեղափոխվել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ռուսաստանի Դաշնությունն Հայաստանը շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանում իրականացված վերջին կալանավորումներին։ Նա նշել է, որ Հայաստանում բռնաճնշումների են ենթարկվում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման ու ամրապնդման կողմնակիցները։ Զախարովան հստակեցրել է, Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական կուսակցությունները ու դաշինքները, որոնք ջանքեր են գործադրում Ռուսաստանի հետ գործակցության ամրապնդման համար, կկարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի քննարկումներին, սակայն դե յուրե կառույցի անդամ է, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ դե ֆակտո Հայաստանը իր աշխատակիցներին, զինվորականներին չի ուղարկում քվոտային պաշտոնների և արդեն երրորդ տարին է չի վճարել անդամակցության վճարները։ Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում։ Պատասխանելով 10 գործակալության հարցին, ինչ որոշում կարելի է ակնկալել Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, կառույցից հեռացնելու կամ չհեռացնելու որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, ոչ քարտուղարությունը։ Իսկ արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստում։ Մասադիկովի խոսքով դեռևս հայտնի չէ, ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքները ՀԱՊԿ-ում, կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է և ինքը ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը եւ բոլոր նրանք, ովքեր թալանել եւ կոռուպցիոն գործարքներով հարստացրել են Հայաստանը ու Հայաստանի քաղաքացուն, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն, իսկ թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ վերադարձնեն պետությանը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը, վարչապետի ճեպազրույցի մանրամասները տեսանյութում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերի առանցքում Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու Սեդրակ Քոչարյանի կալանավորումն էր։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քոչարյանների նկատմամբ քրեական գործի առյուծումը կապված է ազգային ժողովի ամբիոնից իր հնչեցրած ելույթի հետ, վարչապետը նշեց, որ նման կապ լինել չի կարող, քանի որ մեկ օրում քրեական գործ հարուցել պարզապես հնարավոր չէր։ Փաշինյանը համաձայն չէր նաև այն տեսակետի հետ, թե հարուցված քրեական գործի վաղեմության ժամկետն արդեն անցել է։ Նրա խոսքով իրավապահ համակարգում կան պրոֆեսիոնալներ, որոնք տարական սխալներ թույլ չէին կարող տալ։ Ի պատասխան այն դիտարկմանը, որ ինչպես Քոչարյանին մոտ կանգնած փաստաբանները, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները տեղի ունեցածը ներկայացնում են որպես իշխանության կողմից քաղաքական հաշվեհարդար, Փաշինյանը հակադարձեց, որ վերջին 8 տարիների ընթացքում փաստերի քողարկումն ու տարբեր միջոցներով քրեական գործերի ծածկադմփոցը հակառակի մասին են վկայում։ Ընդհանրապես մթնոլորտով, փողով, մաֆիոզ կապերով այս արդարության եւ արդարադատության հաստատումը հետաձգել են։ Դա հաշվեհարդար է իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, դա հաշվեհարդար է հեղափոխության նկատմամբ, դա հաշվեհարդար է պետության նկատմամբ, դա հաշվեհարդար է բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը եւ արել են հեղափոխություն։ Շարունակելով Ռոբերտ Քոչարյանի նախկին իշխանությունների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից պետական բյուջեի միջոցների ենթադրյալ յուրացման եւ կոռուպցիոն գործարքների թեման, Փաշինյանն ընդգծեց, որ տարիներ շարունակ իրավապահ համակարգը աչք է փակել այդ իրողությունների վրա։ Վարչապետի խոսքով իրավապահ համակարգում ինչ օրս կան իր բնորոշմամբ շերեփուկներ, որոնք ստեվերային գործակցություն են իրականացնում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանը եւս մեկ անգամ պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի եւ այլ անձանց կողմից ենթադրաբար յուրացված միջոցները պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվեն պետությանը, քանի որ նրա համոզմամբ դա Հայաստանի քաղաքացիների պահանջն է, որ իրագործման համար էլ գործող իշխանություններին մանդատ է տրվել։ Քաղաքական խնդիրը հետեւյալն է։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն։ Դրանց թոշակը նստելա թե չէ։ Այս է քաղաքական խնդիրը։ Ինչու? Որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով եւ իրենց օրինական եկամուտներով։ Իսկ ինչ որ ապօրինի ձեռք են բերել հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, եվրո սենտ, քյաբաբ առ քյաբաբ, այո։ Պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Փաշինյանը կասկած հայտնեց այն առնչությամբ, թե ինչպես կարող են մարդիկ կարճ ժամանակահատվածում միայն աշխատավարձով վերածվել խոշոր գործարանների եւ դառնալ դոլարային միլիոնատերեր։ Նա նկատեց, որ ինքը 8 տարի Հայաստանը կառավարելուց հետո անգամ այդ ունեցվածքի 1%-ը չունի։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե իշխանությունների գործողություններն ընդհանրապես քաղաքական հաշվեհարդար են եւ հնարավոր տարածքային զիջումների գնալուց առաջ հասարակության ուշադրությունը շեղելու միջոց, վարչապետը հայտարարեց. Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների Կալուգացի օլիգարխի եւ Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե համարում են, որ պետք է պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոցներ եւ պաշտպանեն ամենայն հարգանքով եւ լրջությամբ եմ ասում, մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրանց սիրելի եւ ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին
Դատաիրավական համակարգում առկա խնդիրների եւ նախկին իշխանությունների հետ հնարավոր փոխկապակցվածության մասին խոսելիս Փաշինյանը նշեց, որ այն իրավապահները, դատավորներն ու դատախազները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել նախկին իշխանությունների եւ օլիգարխիայի հետ կուլիսային գործարքներում, պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով անհրաժեշտ է ստուգել այդ անձանց ունեցվածքն ու կապերը։ Վարչապետը նաեւ հայտնեց, թե խնդիր է դրված օպերատիվորեն բացահայտել այն անձին կամ անձանց, որոնք Քոչարյաններին արժվող քրեական գործի վերաբերյալ տեղեկատվության արտահոսք են կազմակերպել։ Ասեմ գտեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտակ, ուրեմն բոլորը լինելու են ես համար, ում նայեմ ասելու եմ ուրեմն ինքն է։ Ունդեղ որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու։ Ուղղակի չգիտեմ ինչ ընթանում, ինչ է տակրում, ինձ պետք են անուններ եւ ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու։ Փաշինյանն անդրադարձավ նաև նախորդ ճեպազրույցի ընթացքում իր հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը, երբ Տիգրանաշենը անվանել էր ադրբեջանական քյարքի անվանումով։ Հայտարարությունը հանրային տիրույթում տարաբնույթ մեկնաբանությունների եւ ընդդիմության քննադատությունների պատճառ էր դարձել։ Վարչապետն ընդգծեց, որ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ հայտարարություն չի արել։ Նրա ներկայացմամբ խոսքը միայն անվանման մասին էր։ Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ անկլավների հարցը վաղ թե ուշ բարձրացվելու է եւ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա է դառնալու եւ այդ հարցում որևէ երկիմաստություն չկա։ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Այս թվաբանության մեջ չեն մտնում անկլավները, 3 անկլավային տարածքները Ադրբեջանի, մեր էքսկլավային Արցվաշենը մտնում է։ Հիմա, եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չի, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, ուղղակի չէ, բայց անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Արձագանքելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, թե Հայաստանի կառույցից դուրս գալու կամ անդամ պետությունների կողմից Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը քննարկվելու է նոյեմբերին, վարչապետը չբացառեց, որ այդ հարցում Հայաստանի իշխանությունների եւ հայ ժողովրդի դիրքորոշումները կարող են չհամընկնել։ Փաշինյանը, սակայն, ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չտեսավ։ Անկախության 35-ամյակը այս տարի մեծ շուկով է նշվելու։ Տոնական միջոցառումներ են անցկացվելու Հայաստանի խոշոր քաղաքներում, տեղի են ունենալու տոնական համերգներ եւ այլ ծրագրեր, իսկ եզրափակիչ ակորդը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հայաստանում մի քանի օր շարունակ տիրելու է տոնական հիասքանչ տրամադրություն, խոստանում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը։ Այս առնչությամբ որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Կառավարության հերթական նիստում քննարկվեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքը պետական համաֆինանսավորման ծրագրերը պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծի ընդունման մասին է։ Նախարարի ներկայացման մարզերում կիրականացվեն ընդհանուր հաշվով 9 սուբվենցիոն ծրագրեր։ Գործադիրի ղեկավարն էլ հրապարակեց այն համայնքների ցանկը, որտեղ տարբեր աշխատանքներ են կատարվել։ Ապա անդրադառնալով Սյունիքի մարզի ներքին բնակավայրում կառուցված խաղահրապարակին, նկատեց խաղաղությունը չափվում է նաև սահմանամերձ բնակավայրում խաղահրապարակ կառուցելու եւ երեխաների ցանկությունը կատարելու միջոցով։ Այսինքն, որ ասում ենք խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է, որովհետեւ հո չեն ասին թակառակը, այդ նշանակում է ներքին հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չէ, չունեն, չէ, մտավախություն։ Պարզա, որ սահմանազատում արված չի այնտեղ եւ այլն, պարզա, որ հարցեր կան։ Եվ այդ նշանակում է, որ մարդիկ արդեն նաեւ արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը արդեն տեղափոխվել է այլ դաշտ, որն է այդ դաշտը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացված, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է եւ սա
շատ խորհրդանշական է։ Գործադիրը նաև Հյուսիսարավ ավտոճանապարհ եւ այլ նախագծերի ֆինանսավորման համար բյուջեի վերաբաշխում կատարեց։ Խոսքը 1 միլիարդ 174 միլիոն դրամի մասին է։ Նախագծով առաջարկում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային եւ ուրեմն ֆինանսավորման պարտականությունները իրականացնելու համար, մասնավորապես շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5%-ի վճարման, տեխնիկական հսկողի ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակաշռ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրի կառավարման ծախսերի փոխհատուցման, M6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման եւ Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների դիմաց վճարումներ իրականացնելու համար Գործադիրի ղեկավարը ուրախությամբ փաստեց, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում Հյուսիս-Հարավի, մասնավորապես Մեղրիի եւ Քաջարանի հատվածում, հիշատակելով Քաջարանի թունելի կառուցումը։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալը կարող է համեմատվել խորհրդային տարիներին կատարված ներդրումների հետ։ Վերջին 8 տարում խորհրդային միության հայկական ծավալներից ավելի մեծ կապիտալ ներդրումներ են իրականացրել։ Վարչապետը խոսեց նաև երկրում բնակարանաշինության աճող տեմպերի մասին։ Նրա խոսքով այսօր Հայաստանում բնակարան ձեռք բերելը շատերի համար դարձել է կարևոր, որը շատ հաճախ ծառայում է որպես բիզնես։ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև կառավարության սոցիալական ծրագրերով բնակարանների ձեռքբերմանը, մասնավորապես Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին։ Մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը, ընդ որում մեր հանձնառությունը 7000 շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր, մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10000 թիվ, բայց դա մոտավոր հաշվարկներ են, այսինքն այդ վավերապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները, հիմա մենք 10000 ենք մեր հաշվարկը 10000-ն է, որ 10000-ը կդիմի, կարող է դիմի 12000, 11, կապ չունի, ինչքան դիմեն, դա մեր կանխատեսումն է ընդամենը, կարող է պակաս լինի, կարող ավելի լինի, դա մեր հանձնառությունն է։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր պլանն է այդ ծրագրով 800 միլիարդ դրամ ֆինանսավորում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովումը։ Կառավարության նիստում քննարկվեց եւ ընդունվեց նաեւ անկախության 35-ամյակի տոնակատարությունների ֆինանսավորման մասին բյուջեի նախագիծը։ Զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, տոնակատարությունները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, ապա կշարունակվեն Վանաձորում, Կապանում, Գյումրիում եւ կեզրափակվեն Երևանում, Հանրապետության հրապարակում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Watermelon Ecosystem-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալ-Շամսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության եւ ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, նաեւ հայկական արտադրողների, ԱՄԷ-ի եւ այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ բանջարեղենի երկարաժամկետ եւ կայուն արտահանման կազմակերպման համար։ Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ բանջարեղենի արտահանումը սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Շարունակում ենք թողարկումը ուժեղ Հայաստան խմբակցությունից առաջադրված թեկնածու Իրինա Յոլյանը չի ընտրվել ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 102 падգամավոր, Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 38, դեմ 63 падգամավոր, 1 քվեարթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։ Խմբակցությունը դժգոհություն է արտահայտել իրենց թեկնածուին երկրորդ անգամ եւս այս հանձնաժողովի ղեկավար
չընտրելու կապակցությամբ, սակայն դեռևս չի հայտնել արդեն երրորդ անգամ թեկնածու կառաջադրի, թե ոչ։ Հաջորդիվ ելույթներով են հանդես եկել Հայաստան խմբակցության падգամավորները, իրենց հերթին մեկը մյուսի հետևից կրկին խոսելով Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ավագ որդուն Սեթրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից անվանելով այն շինծո։ Քոչարյանները դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Հայաստան խմբակցությունից հայտարարել են, թե այսպիսով իշխանությունը վրեժ է լուծում Քոչարյան ընտանիքից Արցախի հանձնման եւ գերիների վերադարձի մասին խոսելու համար։ Նրանց հայտարարություններին արձագանքել է ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Եթե խոսքը Քոչարյանի մասին է, իրան, չգիտեմ արդեն կալանավորեցին, չկալանավորեցին, կալանավորեցին։ Իրա դեմ քրեական գործով ինքը ասում է, ոչ թե որովհետև ինքը ասում է Արցախ, այլ որովհետև ըստ մեղադրանքի օրինակ մի հատ տարածք է 2 հեկտար առել 40 միլիոն դրամով, փոխանակել է 1 արել պետական տարածքի հետ, էլի 2 հեկտար, ծախել է 1.740 միլիոն դրամով։ Ոչ թե որովհետև ասել է Արցախ, հասկանում եք։ Ոչ թե որտեղ ասել է գերիները պետքա վերադառնան։ Տեսեք, նա ես ասում եմ, մեր գերիները պետքա վերադառնան։ Զգում եք, չէ՞ որ արծն չեկավ իմ հետևից։ Գիտեք ինչի չեկավ։ Որտեղ ես չեմ առել տարածք 40 միլիոն դրամով, որ հետո փոխանակել եմ պետական այլ նույն չափի տարածքի հետ եւ վաճառել 1.740 միլիոն դրամով։ Կամ որտեղ իմ 2-ամյա որդին միլիոնատեր չի հիմա։ Գուցե դրա համար արծն իմ հետևից չի գալիս, այլ ոչ նրա համար, որ ես չէի ասում գերիները պետքա վերադառնան։ Դիտեք, միշտ ասել եմ, կամ այդ ինչ բան է, անդամ գալիս եք ասում եք, ով որ խոսում է գերիների վերադարձի մասին, սենց, մենք ենք ամեն օր խոսում։ Ձեր կուսակիցները իմ հետ, ասենք, տարին 4 անգամ 5 տարի եկել են Ստրասբուրգ ԵԽՎ նիստերի։ Հարցրեք, ես խոսում եմ գերիների մասին, թե չեմ խոսում։ Պարոն Խաչատրյան, ձեզ նախազգուշացում է։ Պարոն Խաչատրյան տեղից ասում է, Փաշինյանը չթողեց, որ Թրամփը գերիներից խոսա։ Դուք հասկանում եք, ես լուրջ եմ ասում, ես պարոն Խաչատրյան, լրություն։ Ես լուրջ եմ ասում, ես պարոն Խաչատրյանին ճանաչում եմ եւ անձնապես լավ եմ վերաբերվում։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ ինքը իրոք տենց չի մտածում։ Ես վստահ եմ, որ տենց ասում է, ուրեմն ինքը իրոք մտածում է, որ Թրամփը ուզում էր ասել բերեն գերիներին, Փաշինյանը ասեց չէ, հանգած չբերեք մեր գերիներին։ Ու սա ես չգիտեմ ինչ է, ես լուրջ եմ ասում, իրոք մի օր ինձ հրավիրեք դաշնակցության գրասենյակ, ես պետքա ձեր հետ զրույցներ վարեմ, սենց չի լինի։ Ռուբեն Ռուբինյանից հետո Ռոբերտ Քոչարյանի ու նրան մեղսագրվող արարքների մասին խոսելու համար ամբիոնին է մոտեցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա հիշեցրել է Քոչարյանի նախագահության տարիներին տեղի ունեցած արյունալի դեպքերը հոկտեմբերի 27-ից մինչև մարտի 1։ Միքայելյանի կոշտ ելույթի ժամանակ տեղից միջամտել է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Падգամավորների միջև սկսվել է լեզվակռիվ։ Ուրեմն հոկտեմբերի 27-ին Ժողովուրդ ջան, գնդակարվելա այս դալիճում վերջից անգամ ասել եմ մինչև իմ արյան հոտա գալիս Մամիկուն ջան։ Գնդակարվելա ազգային ժողովի նախագահան, կառավարության նախագահան, վարչապետը եւ 2 փոխոսնակները եւ 6 հոգի, 5 հոգի падգամավորներ եւ պետական հայրեր։ Ինչա կատարվել ես, ուզում եմ դուք խորապես իմանաք, թե ինչա կատարվել մեր երկրում։ Չկար նախագահ, չկար փոխխոսնակները, ազգային ժողովը չկար, վարչապետ։ Մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում։ Ոչ ազգային ժողովն էր գործում, ոչ կառավարությունը։ Մնացել էր մի հատ ցարիբոկ Ռոբերտ Քոչարյան։ Մենակ ինքը կարար, իր դեպքում կարար գործել։ Եթե մեկ փոխխոսնակ էլ կենթանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովը նիստ գրավիրվեր, կընտրվեր բանին, կձևավորի նոր կառավարություն եւ պետությունը կգներ իր հուների մեջ։ Այսինքն սպանությունները եղել են քաղաքական։ Եվ պլյուս դրան Ժողովուրդ ջան, այսօր եկել ենք մի տեսակ արդարացնում ենք ապօրինի բռնում են սրան նրան, այն ժամանակ էլ օրինական գնդակարումին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում ամբողջ աշխարհի դեմ, որ հազվագյուտ նման դեպքեր են աշխարհում, ոչ թե Հայաստանում։ Եվ այսօր ինչ
Լավ չհասցար մատել կրկնեմ։ Դե ուշադիր լսի։ Չկար ազգային ժողովի նախագահ, չկար երկու փոխոսնակներ։ Մեր սահմանադրության ոչ մի բան չէր կարել գործել։ Մնացել էր մենակ Ռոբերտ Քոչարյան, Ցանիբոկ, որ իր դեպքում մենակ կարան։ Հետո գնաց, լուրջ, վերնեմ ջան, բաբոց։ Հարգելի Դե գործիք, ձև ես Տիկին խոսում, Վարդանյան, ասում կլինի չխոսեք։ Մի արձագանքեք, թողեք թող խոսա։ Լուրջ, Տիկին Գրիգորյան Եթե ձեզ քեզ էլ բաներ կա ավելա։ հետաքրքրու, հետագայում ամեցեք, ես մանրամասն։ Լռեք, Տիկին Գրիգորյան։ Մանրամասն կբացատրեմ, ինչա կատարվել։ Խորհրդարանը այսօր քննարկել է նաև կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, նշելով, որ առաջարկվում է անվանափոխել 3 նախարարություն և մասամբ վերանայել դրանց գործառույթները։ Գալյանի տեղեկացմամբ փոխնախարարների թվի փոփոխություն նախատեսված չէ։ Նախագծով առաջարկվում է վերանվանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այն դարձնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Գործող կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում այսօր նախարարության պատասխանատվության ոլորտների թվում ուղղակիորեն արդեն իսկ նշված է արհեստական բանականության ներդրումն ու զարգացումը, կիբերանվտանգության, անպային հաշվարկների, թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների կողքին։ Արհեստական բանականության ուղղությամբ ներկայում իրականացվում են տարբեր պետական նախաձեռնություններ։ Այսպիսով արհեստական բանականության ինտեգրման զարգացման ուղղությունը նախարարությանը վերապահված պետական քաղաքականության արդեն իսկ հողի վրա առանձին և տեսանելի ուղղություն է դարձել և նախագծով առաջարկվում է այդ պատասխանատվությունն արտացոլել նաև գերատեսչության անվանման մակարդակում։ Նախագծով առաջարկվում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը, ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարելավումը։ Բարեկեցությունը ոչ թե առանձին ոլորտ է, այլ այն վերջնական արդյունքը, որին պետք է ծառայի նախարարության և ողջ կառավարության քաղաքականությունը։ Այս փոփոխությունն ունի նաև հայեցակարգային հենք՝ կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Նախագծով առաջարկվում է նաև վերանվանել արտաքին գործերի նախարարությունն, այն դարձնելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Այս փոփոխության նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնումը և միջազգային առևտրի ոլորտի զարգացումները պահանջում են, որ նախարարության գործառույթներն ու անվանումն ամբողջությամբ արտացոլեն նաև այդ ուղղությամբ իրականացվող քաղաքական առաջնահերթությունն ու կարևորությունը։ Նախագիծը ներկայացնելուց հետո պատգամավորները գրանցվել են Սրփուհի Գալյանին հարցեր ուղղելու համար, սակայն այս դեպքում ևս հարցոպատասխանը վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու քննադատությունների։ Ընդդիմությունը հայտարարել է, որ կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ նախագիծը չի կարելի քննարկել նման հապճեպ ընթացակարգով։ Արդարադատության նախարարը հակադարձել է, նշելով, որ նրանք չեն կարդացել նախագիծը և առանց ծանոթանալու հնչում են անհիմն գնահատականներ։ Մենք չենք անում լոկ անվանափոխություն, մենք փոխում ենք գործառույթ, մենք փոխում ենք տրամաբանություն, մենք փոխում ենք գաղափարախոսություն, բայց բարձրացված հարցերից ինձ մոտ տպավորություն է, որ շատերը բավարարվել են միայն նախագծի առաջին էջը կարդալով ու չեն թերթել փաթեթը, չեն տեսել, որ գործառույթների մեջ արվում են համապատասխան փոփոխություններ, երևի բավարար ժամանակ չեք ուզեցել տրամադրել։ Պարոն Վարդևանյան, հեռու եմ այն մտքից, որ դուք չեք տիրապետում սահմանադրությանը և օրենքներին։ Պարոն Վարդևանյան, կան սահմանադրական ժամկետներ, որոնք չի կարելի խախտել։ Կառավարության ծրագրի հաստատման համար կան սահմանված հստակ ժամկետներ, և քանի որ ձեր քննարկումները հանձնաժողովների նախագահների ընտրության հետ կապված տևեցին ավելի քան պետք է տևեին կամ, չգիտեմ, երևի ժամկետ էլ չկա, որի ընթացքում պետք է ընտրություն իրականացվեր, կառավարության ծրագրի քննարկումը եկավ ընդհատելու ձեր քննարկումները և այդպես էլ պետք է լիներ,
Եվ այս հարցը պետք է քննարկվեր հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո միայն, խնդրում եմ, մի արեք այնպես, որպեսզի մեր ժողովուրդը սխալ պատկերացում կազմի երևույթների մասին։ Դա արդեն ընդգծված գործելավոճ է։ Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, որովհետև առաջի երկու փոփոխություն են բացառապես մարքեթինգային նշանակություն, խորքային որևէ փոփոխություն իրենց մեջ չեն ենթադրում։ Երկրորդը, ինչ վերաբերում է արտաքին առևտուր եւ միջազգային առևտուր եւ արտաքին գործեր, եթե լսենք ձեր տրամաբանությանը, արտաքին գործերի նախարարությունը պետքա կոչեր առևտրի նախարարություն բրծնենք։ Ստեղ իրոք խորքային փոփոխության արնում, փոխանակ արտգործ նախարարությունը օժանդակի պրոֆիլային նախարարությանը, որը ապահովի որ մեծանա մեր միջազգային առևտուրը, հակառակն է կան։ Արգնան պետք է աջակցի էկոնոմիկայի նախարարությանը եւ ոչ թե հակառակը։ Չորրորդ, ձեր վարած քաղաքականության արդյունքում գյուղատնտեսությունը 2026 թվականի առաջի կիսամյակի տվյալներով ընդամենը 6.6%-ն է կազմում հնայի, այն դեպքում երբ ընդհանրենք 2018 թվականին ավել քան 15% էր։ Պետք է ստեղծվի առանձին գյուղատնտեսության նախարարություն եւ սփյուռքի նախարարություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ուշադրություն, վերջ, քվեարկություն։ Կողմ 63 դեմ 33 ձեռնպահ որոշումն ընդունվել է։ Շարունակում ենք թողարկումը 85 տարեկանում մահացել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը։ Հաագայում ցմահ ազատազրկման դատապարտված Մլադիչը մի քանի անգամ կատված է տարել։ Ռատկո Մլադիչը, որին հաճախ անվանում էին Բոսնիայի դահիճ, 1992-ից 96 թվականներին ղեկավարել է բոսնիացի սերբերի բանակի գլխավոր շտաբը եւ Բոսնիայի պատերազմի ընթացքում եղել է սերբական ուժերի առանցքային հրամանատարներից մեկը։ Մլադիչի նկատմամբ մեղադրանքներից առանցքայինը վերաբերում էր 1995 թվականի Սրեբրենիցայի կոտորածին, որի ընթացքում սպանվել են ավելի քան 8000 բոսնիացի մահմեդական տղամարդիկ եւ տղաներ։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անդամ պետություններին կոչ անելով դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները, որոնք Թեհրանը բնութագրում է որպես տնտեսական ահաբեկչական գործողություն։ Իրանի դեմ ագրեսիվ պատերազմներում իր հանցավոր նպատակներին չհասնելուց հետո Միացյալ Նահանգները որոշել է ճնշման եւ հարկադրանքի միջոցով հետապնդել նույն անօրինական նպատակները տնտեսական ահաբեկչական գործողության միջոցով, նամակում նշել է Արաղչին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու սպանության ենթադրյալ իրանական ծրագրի թիրախը նրա 35-ամյա որդի Յայիրն է եղել, որն այն ժամանակ բնակվել է Ֆլորիդայում։ Այս մասին այդմ է Նյումարք հեղում անելով ամերիկյան իրավապահ մարմինների աղբյուրին։ Աղբյուրի տվյալներով իսրայելական հետախուզությունը նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկացել է 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ենթադրյալ իրանցի գործակալներն արդեն գտնվել են Մայամիում եւ հետևել Յայիրին, նրա տեղաշարժերին ու բնակության վայրին։ Հյուսեյն Իտալիայի Պիոմենտե շրջանում թեթև երկտեղանի ուղղաթիռ ավտոժիր է կործանվել, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Անտրոնա Շիարենկո բնակավայրի մոտ Կամպիլիճոյի լճի եւ ամբարտակի արևանությամբ։ Նախնական տվյալներով օդանավը բախվել է ամբարտակին սպասարկող մալուխներին, ինչից հետո հրդեհվել եւ կործանվել է մոտ 1400 մետր բարձրության վրա։ Ինքնաթիռում գտնվող երկու անձինք զոհվել են։ Իտալական աղբյուրները նշում են, որ զոհերը 60 եւ 63 տարեկան են։ Սևծովում հայտնաբերվել են խորհրդավոր ճարպային գնդիկների կուտակումներ, դրանք հայտնաբերվել են Սևաստոպոլի շրջանում Կազաչայա ծոցի Օմեգա եւ Լյուբիմովկա լողափերի մոտ։ Մասնագետների կողմից վերցված նմուշների ուսումնասիրությունից հետո ըստ հրապարակված տվյալների պարզվել է, որ գնդիկները չմշակված արմավենու յուղ են։ Տեղացիները սկսել են գնդիկները հավաքել ծովի աղտոտումը կանխելու նպատակով։
Ռումինիայի լեռներում արջը վնասել է զբոսաշրջիկների մեքենան, զբոսաշրջիկները կանգնել էին ճանապարհին արջին եւ նրա ձագերին մոտիկից դիտելու համար։ Արջը մոտեցել է մեքենային եւ վնասել այն, փորձելով հասնել ներսում գտնվող մարդկանց։ Ռումինիայի լեռնային ճանապարհներին նման միջադեպերը հաճախակի են դարձել։ Զբոսաշրջիկները հաճախ կանգնում են արջերին կերակրելու կամ լուսանկարելու համար, չնայած դրա վտանգավորության եւ արգելված լինելու մասին նախազգուշացումներին։ Նեպալում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 157-ի, այս մասին հայտնում է Ռատոպատին։ Չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված վերջին տվյալներով զոհվածների մարմինները հայտնաբերվել են երկրի տարբեր շրջաններում։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Չիտվանում 64 մարդ, Դահինգում զոհվել է 27 մարդ, Արևելյան Նավալպուրում 22, Գորխկայում 19, Նուվակոտում 13, Տանահույում 9 եւ Ռասուվայում 3։ Եվ վերջում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա Դավիթ Անհախտի փողոց ուղեանցը Լամբատա տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին ցտեսություն։